հայոց ինքնության, հայոց պետականության, ընդհանրապես մեր հայ լինելու համար ուղղակի առանցքային դեր է կատարել եւ այսօր էլ ունի հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Պատահական չի, որ Աստվածաշնչում դրախտը հենց գտնվում է հայկական լեռնաշխարհում, պատահական չի, որ մենք ենք առաջին ազգը, որը որպես կրոն քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն, պատահական չի, որ աշխարհի հոգևոր կենտրոններից մեկում Երուսաղեմում 4 թաղամասերից մեկը կոչվում է հայկական եւ պատահական չի, որ այսօր Հայաստանը բախվել է հոգևոր պայքարի։ Այնինչ այսօր տեղի ունենում Հայաստանի հետ եւ Հայաստանի շուրջ, դա հոգևոր պայքարի հետևանք է եւ ըստ երևույթին պայքար է բարու եւ չարի, լույսի եւ խավարի միջեւ։ Այս առումով հայ առաքելական եկեղեցին ունի այն իմաստությունը, որը դարեր շարունակ մեզ պահել, պահպանել է որպես հայ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ մոնղոլները ասպատակում էին Հայաստանը, կառուցվում էին եկեղեցիներ եւ մենք մնում ենք որպես հայ։ Իմ աջակցությունն եմ հայտնում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, ամենայն հայոց վեհափառին, գերեվարության մեջ գտնվող սրբազաններին, հայ հոգևորականներին եւ բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր իրենց արդար համոզմունքների համար այսօր գտնվում են անազատության մեջ։